Բարելուս բոլորին, ժողովուրդ ջան, նորից նկարում եմ ռուս-վրացական անցակետի կոմբի տերմինալի պլաշատկից ռենգենի պլաշատկն է, որը դեպի Հայաստան ուղևորվող բեռները վրացին խոչընդոտ է հանդիսանում, չի թողում գանք դեպի Հայաստան, ամսի 12-ից կայնացենք այսենց ու դեռ մեքենաները շատանում են Ռուսաստանի կողմից։ Դոկումենտ հետ խնդիր չունենք, վեռ հետ խնդիր չունենք, ոչ մի պատճառաբանություն չկա, ասում են վերևից հրաման են տվել Հայաստան ուղևորվող բեռները կայնում են, տախտակ, լամինատ, ընդեր, դեսպեր։ Դիմում եմ մեր Հայաստանի կառավարության պատկան մարմիններին, թող այս հարցին լուծում տան, գանք հասնենք Հայաստան։ Ինչքան կարանք սենց անմարդկային վիճակով կանգնենք, սրտին, ձանը, ու սենց ոչ մեկ ոչ մի ռեալ պատասխան չի տալի, անորոշ վիճակով կանգնած ենք։ Դա ինչ չեն ասում, վերջը դոկումենտին։ Այդպես դոկումենտը զուզը ասում են, հա, սպասել ավտոբուս։ Ես կմոդենա։ Դա դոկումենտ է, ես 10 օր ինչ է նայեմ, որ մոտենան դոկումենտան, ինչ է։ Всё, լավ։ Ոսը սարնը կտացի։ Եսա վիճակը, նայեն, լաց կնան ինչն է խնդիրը, խիչ են թողնում կանք։ Ոչ մեկ ոչ մի ռեալ պատասխան չի տալի, սպասեք, հրաման կտան վերևներից, բաց կթողեն։ Սա դոկումենտները ռենգենի աշխատողը ողալել է, ու չի թողում գանք դեպի Հայաստան։ Վրացի, ռուս, բելարուս, հայ մեքենաները, որը ուղևորվում են դեպի Հայաստան, հայկական бэрнеров. В чем проблема? Почему стоишь? Не знаю, никто ничего не говорит. Рентген прошли 17 числа. Оформлен еще на границе был. То есть здесь рентген прошли. И вот стоим, никто ничего не говорит. Говорят, нам позвонят, мы вас отпустим. Документы никто не отдает. Вот и стоим. И куда едешь, на какой груз? В Армению. Везу фанеру. Все, спасибо.